Եվ սա շատ կարևոր, շատ պատասխանատու եւ շատ սուր հայտարարություն է։ Եվ ասում եմ, այո, Հայաստանում աղքատություն կա, միայն աղքատ չլինելու հմտության, բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում, որովհետև մենք 2018 թվականից էլ որդեգրել ենք այդ ռազմավարությունը, որ աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց մենք պետք է առերեսվենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, ինչու, նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով, եւ մեր քաղաքականությունը հետեւյալն է, որ եթե աշխատանքը արդյունք չի տալիս, այսինքն կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եթե դրանից հետո էլի իր աշխատանքը իր բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք անել։ Էլի է պետք վերադառնալ կրթությանը եւ աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եվ սա պետք է լինի մեր քաղաքականությունը աշխատանքի ոլորտում։ Շատ խոսվում է թոշակների եւ թոշակառուների մասին։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի հունվարի 1-ից թոշակառուների եւ նպաստ հաշմանդամության թոշակ ստացողները, եկեք պայմանական, որ շատ երկար տերմինաբանություն չօգտագործեմ, թոշակները ավելանում են։ Պարզապես մենք, այո, նաեւ հասկանում եք, կառավարելը եւ կառավարումը ունի նրբություններ եւ մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ինչ ենք ասում ենք, լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսք է դեպքում 65+ տարեկան թոշակառուների մասին։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հիմա հետևաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։ Գնա դեղատուն այլ բան գնի, քան պետքա գնի, գնա ստանա այն բուժտարայությունը, քան պետքա ստանա։ Մենք այդ 10,000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականության, ոչ թե 10,000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50,000, գուցե 100,000, գուցե 500,000 դրամի ծառայություն։ Եվ եթե այս ծառայությունների թվերը գումարենք իրար, մենք երբ որ ուզում ենք հաշվել, թե Հայաստանում թոշակառուների բանը, թոշակը այդ առումով ծախսը ինչքան է, մենք տարվա կտրվածքով այդ առողջապահական մատուցված փաստացի ծառայությունների գինը պետքա տարածենք այդ ամեն ինչի վրա, պետպատվերի վրա ավելացած է։ Որովհետև շատ է գնում, դուք ես խոստացել, չեք արել, այն չեք արել։ Կներեք, մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու։ Եվ մենք հիմա այս լուծմանն ենք գնում։ Նույնն էլ թոշակառուների թոշակը ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում։ Եվս որոշակի տոկոս էլ այդտեղ է ավելանում։ Մի հատ էլ սրա վրա ավելանում է համընդհանուր, մենք անկանխիկ առևտրի դեպքում, որը արվում է առքա քարտերով, բոլոր քաղաքացիներին 2% հետ վճար ենք տալիս, թոշակառուներին պլյուս այս 2%-ն էլ մի հատ էլ այդտեղ է ավելանում թոշակառուներին։ Էլի եթե համեմատել ունենք, սիրում են խոսել համեմատելու մասին։ Իսկ նաև մենք էս էլ պետք է հաշվի առնենք, հարգելի գործընկերներ, 2018 թվականի համեմատ թոշակառուների թիվը Հայաստանի Հանրապետությունում աճել է 106,697 մարդով, 19%-ով։ Ընդ որում, ես ուզում եմ, ինչի եմ գոհ նաև մեր աշխատանքից, որտեղ 2018 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում թոշակառուների թիվը ավելի է եղել, քան աշխատողների թիվը։ 555,000 թոշակառու ա եղել, 513,000 աշխատող։
Այսօր էլ այս ճեղքը կամ այս հարաբերակցությունը մեզ այսքան էլ չի բավարարում։ Եվ ես առողջապահության ներողություն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը երբ որ նշանակեց, իհարկե նախորդ նախարարի առաջ էլ ես այդ խնդիրը դրել էի։ Ես խնդիր եմ դրել, որ մեզ համար եւ դա նաեւ մեր նոր տնտեսական քաղաքականության հիմքերից պետք է լինի, թոշակառուների տնտեսական ակտիվացումը պետք է լինի մեր առաջնահերթ ծրագրերից մեկը։ Ես հիմա մի միտք եմ ուզում ասեմ, որով ես տարվել եմ վերջին ամիսներին, այդ թվում ուսումնասիրելով շատ հաջող բիզնես միջազգային բիզնես բրենդների ծագման պատմությունը։ Հիմա մեզ մոտ ի՞նչն է անցալում, որ 63-ը թոշակի տարիք, հա 63-ը թոշակի տարիք է։ Բայց ես ուզում եմ, ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք։ Իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետև ով ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Եվ ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուներին 63 եւ բարձր տարիքի անձանց աջակցության, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք։ Որովհետև հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ը ինչ տարիք է, ով կարա ասի։ 65-ը ինչ տարիք է, 70-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։ Այսինքն սա մարդու, մենք պետք է այդ բանը, այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու վերջ ավարտեց, ոչ, 63 տարեկանում կյանքը չի ավարտում, 63 տարեկանում կյանքը սկսում է։ Եվ մենք մեր թոշակառուների կամ մեր ավագ սերնդի ասենք, մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք, այդ թվում կադաստրի կոմիտեն շատ կարևոր մի նախաձեռնությամբ է հանդես գալիս, հակադարձ հիպոթեկի ծրագիրը, որը շատ կարևոր մի բան է։ Մենք չենք ասում, հարգելի գործընկերներ, եկեք առերեսվենք, մենք տենց բաների մասին չենք խոսում։ Մենք մի հատ դրել ենք ազգային ավանդույթ ու մնացել ենք դրա այդ վերնագրի տակ։ 63 տարեկան մարդը, երբ որ մնում է 63 տարեկան մարդու համար, մենք պետք է ստեղծենք լիարժեք ինքնուրույն կյանք, լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն։ Որովհետև երբ որ մարդը տնտեսապես պասիվանում է եւ մնում է տանը, այդ իր համար է խնդրեմ։ Բայց իր ընտանիքի մնացած հատվածի համար էլ է խնդրեմ։ Այդ հա շատ լավ մենք տենց ասում ենք, ասում ենք, խոսում ենք, կենացենք խմում եւ այլն, բայց մենք մեր խնդիրները պետք է տեսնենք։ Ինչի պետք է, այսինքն մեր կանխավարկածն ինչա, մարդը 63-ից մինչև 80 տարեկան պետք է տանը նստի։ Ոչ։ Մարդը այդ աշխատել այնքան գիտելիք է կուտակել, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ ինքը այդ գիտելիքը, որը ասма տենց ասացված կա, չէ, ասма եթե երիտասարդությունը իմանար, եթե ծերությունը կարողանար։ Հիմա ծերությունը կարող է, որովհետև դա այլևս ծերություն չէ, այդ մի ժամանակ էր 63 տարեկանը ծերություն, 65 տարեկանը ծերություն, 70 տարեկանը ծերություն, 75 տարեկանը ծերություն, 70, եթե մարդը առողջ է